Դեր վրթանես այսօր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ էր մատուցում, կմանրամասնեք խորհրդի մասին։ Թեմում ամենօրյա պատարագներ կան, հոգևոր տեսուչար շնորհքի հանձնարարականով, հորդորով, նաև մեր խնդրանքին ընթառաջ ամենօրյա պատարագներ է մատուցում եւ ամեն օր թեմի եկեղեցիներից մեկում Սուրբ պատարագ է լինում, այսօր էլ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր պատարագ, որ Տեր Հայկը պատարագում էր եւ թեմում են քահանաները, որ հնարավորություն ունեն ազատ ժամանակները հնարավորություն ունեն, որտեղ քահանաների մեծ մասը շատ ծանրաբեռնված են, ներկա են լինում պատարագին եւ մասնակցում են։ Այսօր Փառք Տիրոջը հնարավորություն ունեն Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կրկին պատարագի մասնակցել, որ շատ հոգեպարար մթնոլորտում անցավ, քահանաների եղբայրական սիրո, հավատացյալների հետ միասին աղոթեցինք, նաև աղոթեցինք կալանավայրում եղող հոգևորականների համար Միքայել arczepiskopos Հաճապահյանի, որ պիտի առողջական խնդիր ունի, որ պիտի վիրահատվի, Բագրատ arczepiskopos Գալստանյանի, մեր թեմի բարեխնամ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանի, տնային կալանքում եղող Տեր Գարեգին քահանայի եւ թեմի գլխավոր հաշվապահ Նայրա Ալավերդյանի համար, որոնք տնային կալանքում են։ Դեր վրթանես, մենք էլ տեսանք, դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ այսօր ամեն շատ հանգիստ, խաղաղ է, ինչպես կարգն է տեղի ունեցավ պատարագը, բայց գիտենք, որ 3 կարգալույց եղած նախկինում Տեր Թադե անունով անձնավորությունը եկել այստեղ, ինչ-որ կարգ է խախտել, հա, ինչ-որ վեղարով է եկել, փորձել ինքը պատարագ մատուցել, կմանրամասնեք ինչ է տեղի ունեցել այստեղ 3։ Այսպես ասեմ, հակաեկեղեցական պայքար կա, որի մեջ նաև ընդգրկում են նախկինում կարգալույց արված եկեղեցական կարգին, կանոններին անհամապատասխանության պատճառով կարգալույց արված քահանաների եւ տեսնում ենք բավական ինքնիրավչությամբ են զբաղվում եւ Ստեփան Ասատրյանը եւ Արամայիս Թոխմազյանը, որոնք ինքնիրավչությամբ են զբաղվում, իրենք իրավունք չունեն քահանայագործելու այլևս, որտեղ շնորհազուրկ վիճակում են, իրենց կարգից զրկել է եկեղեցին եւ իրենք իրավունք չունեն պատարագներ մատուցել, ժամերգություններ անել, պսակներ, կնունկներ, հուղարկավորություններ կատարել, բայց տեսնում ենք իրենք փորձում են ամեն կերպ սադրել, բախում հրահրել, ինչպես գիտեք, Ստեփան Ասատրյանը օհանավանք անում է գտնում եւ հովանավանքը չի ազատում եւ պետական պաշտոնյաների հովանավորչությամբ, ուղիղ վարչապետի հովանավորչությամբ, վարչապետի լիազորությունների, այսպես ասեմ, չարաշահման արդյունքում, որտեղ ինքը դրա իրավունքը չունի, ընդհակառակը իրավապահ մարմինները պիտի հովանավանքը ազատեն ինքնիրավչությամբ զբաղվող Ստեփան Ասատրյանից, բայց իրենք ամեն կերպ փորձում են սադրանքներ հրահրել, բախում հրահրել եւ մենք փորձում ենք ամեն կերպ դրանցից խուսափել։ Տեսանք նաեւ Գյումրիում նմանատիպ իրավիճակ կար եւ ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները իրենց շատ վատ էին պահում Գյումրի ուղակի 7 եկեղեցին, այսպես ասեմ, առանց թեմակալ առաջնորդի օրհնության, առանց տեղի քահանաների մասնակցության եւ հավատացյալների նաեւ դուրս անեցին, ոտնահարեցին 7 եկեղեցու հոգեվորականների, մշտական այդտեղ պատարագների մասնակցող հավատացյալների իրավունքները եւ նույնը փորձում է Արամայիս Թոխմազյանը նախ այստեղ Թալին քաղաքում հրահրել այդպիսի սադրանքներ եւ կարող է ժամերգության ժամանակ անակնկալ կերպով հայտնվել եկեղեցուն, փորձել փիլոնով ժամերգության մասնակցել, աղոթներից էլ ասել այն մասը, որը վերագրվում է ավագ քահանային, նույնիսկ եթե ինքը կարգալույս չլիներ, մաղթանքները այս եկեղեցում պիտի ասեր ավելի ավագ քահանան, որ Տեր Հայկն է, այսինքն նույնիսկ կարգալույս չեղած պարագային ինքը Տեր Հայկից ավելի ավագ չէ եւ
Տեր Հայկը պիտի այդ մաղթանքների մասը, որ ավագ կահանային է եկեղեցական կանոններով վերապահված, ինքը որ ընթերցում է եւ փորձում է միջամտել, այսինքն սադրանք են հրահրում, փոխում են հոգեվորականների մեջ այնտեղից է ասում խորանի մոտից թե ժողովրդի մեջից։ Այստեղ դասից, չէ, դաս է ներխուժել, այսինքն մանրամասներին էլ ծանոթ չեմ, բայց այն նույն ձեռագիրն է։ Իրենք փորձում են սադրանք հրահրել։